Անցած խորհրդարանական ընտրությունները իհարկե նախորդների հանդեպ անցնցում էին, ես չեմ օգտագործի որակապես լավ արտահայտությունը, ուղղակի անցնցում էին, հասարակությունը ակնհայտորեն համակերպված ընտրությունների արդյունքների հետ, սա երևի այս ընտրական ցիկլի ամենամեծ առանձնահատկություններն էր, որը այս ընտրությունները տարբերեց նախորդ բոլոր ընտրություններից նախագահական կամ խորհրդարանական։ Նոր քաղաքական որակ այս ընտրությունները իհարկե չստեղծեցին, բայց մի քանի հետաքրքիր միտումներ ի հայտ եկան։ Եթե նայենք պաշտոնական արդյունքներին, իր առջև դրած խնդիրը լուծեց միայն Հանրապետական կուսակցությունը, այսինքն Սերժ Սարգսյանի թիմը մոնոլիթ իշխանություն ձևավորելու հայտ ներկայացրեց խորհրդանում ստանալով մեծամասնություն։ Բարգավաճ Հայաստանը ավելացրեց իր քվեները, իր ձայները պարլամենտում, բայց զուտ պարլամենտական խճանկարի վրա դա ազդեցություն առանձնապես չի թողելու։ Այլ խնդիր է, որ դա որպես խաղաթուղթ Բարգավաճ Հայաստանը կարող է օգտագործել քաղաքական պրոցեսներում։ Ժառանգություն եւ օրինաց երկիր կուսակցությունները ստացան այն ինչ ստացան, այսինքն այդ կուսակցությունները ավելի մեծ ամբիցիաներ ունենալ չէին կարող եւ ընդհանրապես պետք է բավարարվեին խորհրդանում ներկայացված լինելով, ինչի եղավ։ Ակնհայտորեն պարտություն կրեց հայեղափոխական դաշնակցությունը, որովհետև ընտրարշավը կառուցված էր բացարձակապես սխալ, ուրեմն տակտիկական հնարքների վրա։ Նրանք հրաժարվեցին սոցիալական կարգախոսների դոմինանտությունից, շեշտը դրեցին հայդատական գաղափարների վրա, մեր հասարակությունը ցույց տվեց իր ընտրությամբ, որ հայդատական գաղափարները առանձնապես իրեն չեն հետաքրքրում կամ իրեն հարազատ չեն, կամ առաջնային չեն այսօրվա քաղաքական օրակարգում։ Ցավոք սրտի ընտրությունները ձախողված ավարտեց Հայ ազգային կոնգրեսը, ինչը պատճառ դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսում այսօր ստեղծվել է շատ լուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամ։ Ընտրությունների արդյունքին եթե վերադառնանք, այս ընտրությունների մյուս առանձնահատկությունը այն է, որ ընտրություններից հետո խմորումներ են առաջացել ոչ միայն իշխանություն, ոչ այնքան իշխանություն ընդդիմություն հարթությունում, որքան իշխանության ներսում առանձին եւ ընդդիմության ներսում առանձին, այսինքն տեղի ունենում ինստիտուցիոնալ վերակազմավորումներ, թե իշխանության, թե ընդդիմության ճամբարում, ի դեպ ես հիշեցնեմ, որ 2 ամիս առաջ նման հեռանկարը ես հենց այս նույն ակումբում կանխատեսել էի։ Իմ ասած ամենակարևոր վերադասավորումներից մեկն էր, իհարկե մի քիչ դժվար կանխատեսելի էր, բայց ես այդ որոշման համար անկեղծ ասած ուրախ եմ, անկախ նրանից, թե որն է այդ որոշման մոտիվացիան։ Ի վերջո ձևական կոալիցիաներ պետք չեն, իսկապես Հանրապետական կուսակցությունը եթե հավաքել է 70 մանդատ, ինչ կարիք կա ձևավորել կոալիցիա։ Նման հեռանկար հավանաբար չէր բացառել նաև Սերժ Սարգսյանը նման ցուցանիշ ապահովելուն ձգտելով, այսինքն 70 մանդատ եւ ինքնուրույն մեծամասնություն ունենալու հեռանկար աչքի առաջ ոնց որ թե ունեցել էր։ Այնուամենայնիվ դրական եմ գնահատում, որովհետև միշտ դեմ եմ եղել ձևական կոալիցիաներին, եւ երկրորդը որպես քաղաքագետ դրական եմ համարում, որովհետև նախագահական ընտրություններում որոշակի ինդրիկ մտավ։ Հիմա որևէ մեկը չի կարող այս պահին պնդել Բարգավաճ Հայաստանը կունենա թեկնածու, թե չի ունենա կամ ով կլինի այդ թեկնածուն։ Զուտ նրա այն պատճառով, որ մրցակցության որոշակի էլեմենտ Բարգավաճի այս քայլը առաջացրեց, այդքանով ես քայլը դրական եմ համարում։ Ուղղակի մի քիչ այս պահին դժվար եմ պատկերացնում ԲՀԿ-ի գործունեությունը որպես ոչ կառավարական կամ ոչ իշխանական քաղաքական ուժ։ Մի քիչ այս պահին դժվար եմ պատկերացնում այդ հեռանկարը, անկեղծ ասած կուսակցության կառուցվածքը այնպիսին է այդ, որ նրա գործունեությունը միշտ ավելի հարիր է եղել իշխանական կարգավիճակ լինելու։ Հիմա կտեսնենք ժամանակը ցույց կտա, պարոն Ծառուկյանի հայտարարությունը ավելի երկար խորքային հետևություններ անելու հնարավորություն առայժմ չի տալիս, որովհետև նա խոսում է կառուցողական գործունեություն եւ ակտիվ գործունեություն ծավալելու անհրաժեշտության մասին առանց որոշակի շեշտադրումների։ Իսկ որևէ հետապնդումներ կան։ Հույս ունենամ, որ հետապնդումներ չեն լինի։ Հույս ունեմ, բայց ոչինչ չեմ բացառում, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր չի եւ չենք կարող կանխատեսել ինչ կլինի։
Բայց հույս ունենամ կամ հույս ունենանք, որ այդ քայլը չի բերի հետապնդումների։ Չեմ բացառում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության մի շարք գործիչներ գուցեև հեռանան կուսակցությունից։ Չեմ բացառում, որովհետև մարդիկ կան, որ իշխանությունից դուրս իրենց չեն պատկերացնում։ Ցավոք սրտի մարկային այդ տեսակը Հայաստանում շատ է։ Ռոբերտ Քոչարյանի մատը շատ բաների մեջ է խառը, բայց ես կարծում եմ պարոն Ծառուկյանը այնքան ողջամտություն ու փորձառություն ունի, որ հասկանում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանի անունը ասոցացվի իր կուսակցության հետ, երկու գիշերվա մեջ այդ կուսակցության վարկանիշը կդառնա 0։ Բայց ասոցացվում է արդեն իսկ։ Դե ես հույս ունեմ, որ Բարգավաճ Հայաստան ինքնաբավ կուսակցության ժամանակի ընթացքում կդառնա։ Համենայն դեպս, եթե այս քայլի հետևում կանգնած է այն հեռանկարը, որ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվի ԲՀԿ-ի անունից, դա մեծագույն սխալ կլինի ԲՀԿ-ի կողմից։ ԲՀԿ-ն կարող է ունենալ այլ ավելի հետաքրքիր տեխնացուներ։ Ռոբերտ Քոչարյանի անունը ասոցացվում է Արյան հետ։ Հասարակությունը դա չի մոռացել։ Առնվազն երկու ոչրագործություն կա, որի անունը խիստ ասոցացված է Քոչարյանի անվան հետ։ Հոկտեմբերի 27-ի ոչիրը եւ մարտի 1-ը։ Ռոբերտ Քոչարյանի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, մի քանի անգամ ասել եմ, այլ ճաղերի հետևը։ Վարդան Օսկանյանին են ասում նույն էլի։ Իսկ ով ասա, որ Վարդան Օսկանյանի մասին ես շատ բարձր կարծիք ունեմ։ Վարդան Օսկանյանին ես համարում եմ իր ոլորտում ձախողված եւ հիմա ինչ-որ քաոտիկ քայլեր անող գործիչ։ Բարգավաճ Հայաստանը արդյունավետ կարող է լինել մի պարագայում ընդամենը, եթե որևէ ընտրությանը տեխնացու առաջադրի Գագիկ Ծառուկյանին, բոլոր այլ դեպքերում այդ կուսակցության հետ որևէ անուն չի ասոցացվելու եւ հասարակությունը շատ արագ հիասթափվելու է այդ կուսակցությունից։